սիրելիներս, վլոգը սկսում եմ այս տեսարանից, որովհետև քիչ հետո տաքսիով ես պիտի ուղարկեմ եղբորս տուն, այստեղ փոքրիկն էս նավագոդնի ուզում է ասել, մարտիրության նվերա հարսիկիս համար, ինչպես նախորդ վլոգում ասեցի, շամպուն, աղջկական բաներ, այս թերից շատ էի ստացել, իրենց եմ ուղարկում նաև, այս խաղալիքը, վայ Արտաշ, ես ինչ ձայները հանում, այս խաղալիքը, որ Մուրադիկին էի առել, սրբիչներ են, այստեղ զարդ կա, եւ այս ծաղիկներից, որ երկու հատ ստացել էի, մեկը ուղարկում եմ Մադլենային, մի խոսքով, այսպիսի ինչ-որ պայոկ է ստացվել, ամեն դեպքում փոքրիկ կոմպլիմենտ է մարտիրության, կարծում եմ, որ ցանկացածիս էլ հաճելի է լինում, ինչ-որ մի բան այսպես ստանալ, հուսամ ոչինչ չմոռացա, հա, կարծում եմ վերջ, այսպիսի, այստեղ զարդ կա, բայց չեմ ուզում էլ բացեմ, մի խոսքով, երեխեք ջան, բարի դիտում եմ մաղթում բոլորիդ, հիմա Խորենը ճտերին քնացնի, ես էլ մոնտաժում եմ ձեզ համար նախորդ վլոգը, որ արդեն տեսել եք, ու սա ուղարկենք տաքսիով։ Իմ գանձեր, ես պատրաստվել եմ, այս սրտիկական ջողերն եմ դրել, այսպես իմ սիրուն կարմիր շորիկն եմ հագել, եւ հետը երկարաճիտ սև կոշիկներս եմ հագնելու, վերցրել եմ մի րոպե ցույց տամ։ Այս պայուսակս, կոժունի կուրտկան եւ այն երկարաճիտ կոշիկները, կարծում եմ շատ սիրուն կհամադրվի։ Հիմա ունեմ մի հատ գերխնդիր, այդ գերխնդիրը հետեւյալն է։ Խորենին պետքա կարողանամ արթնացնել, որ արդեն դուրս գամ 12-ին պիտի լինեմ ես արդեն Մաշտոցի պողոտայում, բայց Խորենը ոչ մի ձև չի ուզում արթնանալ։ Հիմա թե ոնց անեմ, ինչ անեմ, չգիտեմ, բայց մի բան պիտի արվի։ Ասեք ինձ կան սիրուն այս չուչուս։ Շատ եմ սիրում այս շորիկը, մի տեսակ մի անգամից նազանք է գալիս վրաս։ Երեխեք ջան, ես տաքսիով եկա իջա, ասում հեռու ման ես գալի մոտիկ հասնում։ Հաստատ այս Թումանյանի արձանի կողքն է։ Այս հատվածում է։ Հենա։ Կգնամ նենց գարնանային, նենց լավ, նենց պոզիտիվ, նենց հավես օրա, մարդու քեֆ է գալիս։ Короче говоря, հավես։ Պատկերացնում եք շտատիվ են դրել։ Այդ ինչ մեծ տոնային համար։ Բացի այս քաղցրից մնացած բոլոր տեսակները չոր գինիներ են, բայց այսպես սապատկցրով, քաղցր, գինյակ, այսպես հնեցված նաև կաղուտագավներում 2 տարի։ Եվ թիշերթեր ալ, ասոնք մենք exclusive collection design մգա, դիզայնի collection մգա, որ մենք դիզայները հրացենք, բայց դուք կրնակ նորեն ծև դիզայներն ալ պատրաստել և ծև ճաշագին ծև ուզած նգարով տոտբեգեր կամ թիշերթներ ունենալ։ Ասոնք դասեր դիզայններ են, ասոնք կանինը նմուշ են, մենք միշտ կուզենք, որ պոզիտիվ վայբը դալ մեր հաջախորդներում կամ մեր կոմյունիտիին։ Երեխեք ջան, մենք այստեղ լավ ժամանակ ենք անցկացնում, հովանավորներին են ներկայացնում եւ վերջինը ուզում են ներկայացնել ծաղիկներով զբաղվում, այստեղ ծաղկային կոմպոզիցիաներ կային այս մասում, երևի նկատել եք դուք էլ։ Հիմա տեսնենք թե ինչ պիտի անենք, ինչ որ հետաքրքիր բան ունենք անելու։ Անին։ Վախ։ Ջանիկս։ Ինքն է կազմակերպել մեր այսօրվա բրանչը։
շատ համով էր ամեն ինչի դեպ երեխեք, շատ ուղղակի անդադ երաժշտություն կար, դե համար չէի կարողանում այսպես շատ կադրեր նկարել էլի ձեզ համար։ Հարմարանքները պիտույքներն են, որ հիմա սիրուն ծաղկի պսակ ասեցի, բոլորը ծիծաղեցին նրանց։ Ես պախարոն, հա, բայց ասում ենք, ես Վանաձորից եմ, մենք աղջիկներով ասում ենք ծաղկի պսակ գլխի։ Հա, տեսեք, ես ինձ, հա։ Վինոկ։ Խնդրեմ, հետո ծիծաղում են իմ վրա, բաց բան կգ։ Հիմա պիտի սիրուն սարքենք մեր ծաղկի պսակիկները հեսա։ Այստեղ սեղանը հավաքում են, որպեսզի կարողանանք նստել ու հանգիստ սարքել։ Ասացի մեկ չեն ինձ նկարեմ կարոտած կլինի, քանի երաժշտությունը անջատել են, մաքսիմալ փորձում եմ նկարել ձեզ համար։ Սիրունիկ փնջեր են մեկը մեկից սենց գանանային։ Ուրա։ Դրանից չունենք մոտ։ Քորը։ Հա։ Այ մարտետնի Հեսա կարող եմ մի հատ այդ լենտочка։ Տվեցի հեսա։ Այսպեսի փոքրիկ փնջեր ենք առայժմ անում, հետո արդեն տեսնենք։ Մկրատը ինչ-որ մեկի մոտ է։ Են կանաչ։ Հենց այս ծայրից է, երեխեք ո՞նց եք դրել։ Ես ամենածայրից դրել եմ, ուզում ես, հա, այսպես, ու այս պրովուլկան ստեից սկսի փախալ։ Այս հատվածից։ Հա, այսպես իրան ֆիքսի, ու մի քանի տակ իրան պտտի։ Սիրուն ստացվեց երեխեք ջան, տանջանքներից հետո, բայց ինչ-որ մի բան ստացվեց։ Հիմա գնանք ֆոտոսեսիա անենք։ Կանձեր ջան, ես արդեն տանն եմ, տեսեք իմ սիրուն ծաղիկներ եմ ես նվեր ստացել, լրիվ գարնանային շունչ է, ծաղիկներով զբաղվող այդպիսի ընկերություններ, լրիվ այսպես գարնան մոտիվացիա է, Եմ որ ուզում ես ուղղակի ծաղկամանի մեջ դնել ու վայելել գարնան շունչը դաղ ինչպես միշտ եկել եւ բանը լույսը վառա թողել։ Էս էսպես, նաև ուրիշ նվերներ եմ ստացել, Բայազետից եմ շատ հավես նվերներ ստացել, արդեն մառազիլկայում է, եկեք չհալարեմ եւ ձեզ ցույց տամ։ Ստացել եմ իշլի քյուֆթա, ստացել եմ նրբաբլիթներ, իրենք շատ համեղ են իսկապես։ Իրենց քյուֆթան, իրենք հայտնի են քյուֆթայով, լավ քյուֆթայով, այսօր գիշերը ես կպատրաստեմ։ Ու նաև այսօր ստացել եմ շատ պուպուշոցաներիկ, ի սկզբանե այդ աղջիկով որ կազմակերպել էր, հարցրեց որ նայեմ սիրած բույրը, որովհետև այս ընկերությունը Ժոֆրե զբաղվում է այդ կարճ ասած քոզած հոտից, իրանք կարողանում են ստանալ, բայց ավելի խիտ ու մնայուն տարբերակով, որ երկար մնա։ Դա ինչ է։ Հիվանդ եմ գանձ, ուզում գա։ Մի խոսքով երեխեք վերցել եմ Լանկոմի իդլը, այդ ինչ անուշա բուրում։ Հələ մամայի դուպովը վախ հիվանդ է, չի զգա հոտ ու գոնջի։ Այսօրում համար եմ սարքելու պոպկորն, քո, ճիշտ է, հեսա կոֆե դնեմ մի հատ կոֆե խմեմ, չեմ խմել կոֆես, մուժն, նաև ստացել եմ շատ համեղ խմիչք Նոայից, այնտեղ տարբեր խաղողի տեսակներից, որակյալ, այսպես ասած, խմիչք են իրենք արտադրում, ստեղծում ու ես կարծում եմ, որ այս խմիչքը ես կպահեմ իմ ծննդյան առիթով կօգտագործենք, հա, կխմենք այսպես ասած։ Էդ էլ այդպես, այստեղ ստացել եմ հետաքրքիր մոմ, իր լուցկին բանը հետնել, կարծեմ, հա, ու ստացել եմ այսպիսի բան, այս Ժոֆրեի
կատալոգն է, ստացել եմ նվեր-քարտ եւ զեղչի քարտ։ Նվեր-քարտը հետաքրքիր է, որ զբաղվում է պրինտով, այսինքն անվանական օրացույցներ, քո ընտանիքի նկարներով, տարբեր տեսակի լիքը բաներ, այդպես կարող եմ իրենց դիմել ինչ-որ բան իմ համար սարքել։ Չգիտեմ կդիմեմ թե ոչ, բայց այդ հնարավորությունը ամեն դեպքում ունեմ երեխեք ջան։ Հիմա մի հատ կոֆե դնեմ, սիրտս նես կոֆե հազում։ Ես դարձել եմ կոֆե մանյակ։ Չեմ կարող առանց սուրճ։ Ծաղիկներս դրեցի ծաղկամանը, սուրճը սարքեցի, հիմա խորեններ խանութից կգա, ասում որ խնդրեմ այսօր բիսկվիտ կսարքես, քանի օր չեմ սարքում, ասեցի հա կսարքեմ։ Դավս լույսերը մի վառի, տղե սախրը հա ապրես։ Ցերեկով լուսավոր արևոտ գարնանային օրա, ինչ կարիք կա վառելու։ Այսօր ոչ քաղցր եմ կերել, ոչ էլ սուրճ եմ խմել։ Գնացինք այդ բացի լրացնելու, որտեղ կխացավ կամ ոտս ինձ թվում է սուրճը պակասից։ Մի շաբաթյա դադարից հետո այսօր տղուս տանում եմ տեքվանդոյի հետ եմ սովորել, բայց չնայած որ այսօր իվենթ կար մի քիչ հոգնած եմ բան, ասեցի արդեն կարելի է գնալ, դե հիվանդ էինք երկուսս էլ, դրա համար չէին գնում, նեն չի որ հավեսի համար էր, բայց ինչևէ, մի տեսակ հետ ես վարժվում։ Կես ժամ կա, մտածում եմ ոսկով գնանք ճիշտ ասած, բայց հələ վստահ չեմ։ Թելցելի ապարատից 600 դրամ գցեցի, որ տոմսերս վերցնեմ, ոչ մեկը չտվեց, այնտեղ միկին կարասես բոլորինը վերցնում, ու չի տալիս։ Ես էլ հիմա առանց վճարելու կնստեմ, կգնամ, առանց վճարելու էլ հետ կգամ։ Որտեւ ես 600 դրամ գցել եմ։ Այսինքն հետեւաբար 4 ուղևորատոմս, չէ՞։ Ճիշտ եմ։ Այ քեզ օրիգինալ բան։ Երեխեք ջան իջանք, ինչպես եւ ասել էի, չվճարեցի, շատ լավ արեցի, հետ գալուց էլ չեմ վճարելու, իբր շատ մի գոհ ենք այս ամեն ինչը, որակյալ տրանսպորտի որակը բարձրացել է, դա համար թանկացել, շատ բարձր որակ է, շատ, պրյամ մեր նյարդերի լարերի հաշվին հրաշալի որակ։ Եթե մի բան անում եմ, պետք է կամ անեմ պրոֆեսիոնալ, կամ չանեմ, դա իմ խորին համոզմունքն է։ Նոր օր Եվ ես օրը սկսել եմ մաքրությամբ, որովհետև ելնելով նրանից, որ ես 3 իվենթի, պարապունքի ենք եւ այլն, ես տունը պիլեսոս սրբել բան արել ենք, բայց այն ոնց որ ես եմ սիրում, բաղնիկ, զուգարանով, բանով չի արել։ Ու այսօր արտնացա, որ գազազած մաքրել եմ, վարակույրը հանեցի լվալու, գցեցի լոգանքի տեղը, ոբշեմ մանրակրկիտ մի հատ ուբորկա կարելի է ասել, այտենց մանրակրկիտ ստելաժներով, բանով մաքրել եմ, հիմա վարակույրներ կկախեմ, հատակը, անկյունները, ցավոք սրտի մեջ ջուրը այնպիսին է, որ ինքը առաջացնում է Եվ կար առաջացնի ինչ-որ սենց մածուցիկ զանգվածներ այս հատվածում, ներքևա սենց սահում երբեմն և ինչ-որ նալյոտ, հա, ու եթե մի քիչ իրան չես մաքրում, ինքը ահավոր է լինում, պիտի մաքրել, ոբշեմ, դուր, մուր, սաղ մաքրել եմ։ Էդ ինչ ես նկարում, դա կարտուն կետին ես նկարում։ Բայց նման է, գիտես, սկսել է կարողանալ նկարել, ինչ-որ պատկերներ է ստանում։ Չգիտեմ Արտաշեսի պես լավ կնկարի թե ոչ, բայց որ ինչ-որ բաներ արդեն մոտը ստացվում է, այդ ես նկատում եմ։ Ահա, պրինդավոլ։ Դավի հետ հավաքվել ենք խոհանոցում, որ պապայի պատվիրած բիսկվիտը սարքենք։ Դավս, հիմա ես ձու կոտրեմ, դու կհարես, հա։ Դու ձվին ձեռմի դու, հիմա դու միքսերով կհարես, լավ։ Աչու Հեսա ցույցը տա, հեսա։ Արտաշեսի գարաժամն է, որ այ կգա, եղանակը այնքան լավն է, որ քիչ անում գարնանային ու որկա սկսեմ, ոգեշնչված եմ ահավոր։ Մի հատ ձուն ուզում եմ թողեմ, իդեպ լվացած է հապիկները, մի ձուն կթողեմ քյուբթայում հեսա սարքելու, 7 ձվեր այսօր։ Ճիշտ այլում է ձուն, այդ 7 ձուն հերիք է։ Մի րոպե։ Ինչ է հիմա անելու դա։ Շաքի բիկիտ։ Բիկիտ։ Հա։ Լասա բիսկվիտ։ Բիկիտ։ Բիսկվիտ։ Մագու։ Можешь։ Կարող մատունը չգցես։ Դերից երեք գցել եմ։ Երեք մի անգամ գցեց այդ մազուրը, լավա դրակեց։ Հիմա մի հատ շաքարավազ, ինչի ակարեց է, խոնավությունը։ Մի րոպե դավս, հիմա ես լսնեմ, ես քեզ կասեմ, լավ որ հացերում ինձ օգնես։ Օրինակ, այսա քիչ-քիչ դու դատարկես, դու էլ ես ինձ օգնելու, իհարկե օգնելու ես։
Արանցը բույց ոչիսա։ Լավս բաներ կա, որ եթե ես քեզ տամ, դու սաղ փոխնեմ կավիրես։ Դա համար ինչը դու կարաս դու ես անում, ինչը դու չես կարող մաման անում։ Լավ։ Գոհա։ Հիմա արի կամ։ Լավ։ Մենք ձուն զորով, շարով, դավի հետ հարեցինք։ Վանիլ եմ ավելացրել հարած ձվին, տեսա մի քիչ հարեմ, աչքաչափով բանը ձեթը կանեմ, ոչ մնացածը ոնց գիտեք, ստանդարտ չեմ ուզում կյանքը պատմեմ։ Արա։ Այդ մածունը բացեմ, տղես։ Ամոյնի նայինչի։ Իդյո պետ բալիկս։ Սոդա եմ ես պետ մի գտալ։ Հա։ Так, էսենց։ Պետրո, ես ինչ յոգուրտն է այսօրվա մածունը։ Ասի, յոգուրտի աչեն նման այսօր։ Մի տեսակ շատ սենց, վարը, կրեմայի ոնց որ ունի։ Արդեն սկսել ենք պատրաստվել Արտաշեսի ծնունդին, այսօր մի քանի գնումներ ենք արել այդ թեմատիկա, գիտեք, մենք միշտ նախապես ենք պատրաստվում, հոջա, սրանք հեսա տակը շարենք, հա։ Տեսել ես բալի կոլա։ Օ, հետարքյուրա, չէ, էր նկատել բալի կոլա։ Չասի փորձ ենք։ Հա, լավ է սարել, այսօր տեսքս նենց վատա, չեմ էլ ուզում կադրում հայտնվեմ, բայց դե գործմորցի մեջ եմ, էսա հիմա ինչ արած։ Այսպիսի բան ենք վերցել, որ խաղ կազմակերպենք այդ օրը երեխեքին, ծնունդի։ Այս տարի Արտաշեսը ուզում է իր ծնունդը նշի իր մի քանի տենց ընկեր դասընկերների հետ, երևի այդ ֆորմատով կկազմակերպենք։ Տենց հենց մտածում ենք տարբերակներ, դաժե մտածում ենք ինչ-որ սրճարանում բան, բայց մենք ընտանիքով ավելի ընտանեկան հավաքների կողմնակից ենք, քան սրճարանային։ Տեսնենք, հələ որ որոշել ենք տանը անել։ Այս թվացերը եւ մի քանի բաները այս շաբաթվա Արտաշեսի դպրոցի եւ ինձ դուրսի համար են։ Եկեք սա պահեմ դավը չգատեցնի։ Այս էսպես։ Հիմա սա է ծնունդի համար, պերսիկ, կոնֆետներ, էլի ծնունդի համար են ուզեն։ Այսպիսի բաներ, այս շատ համով են տրոլիների բանանը, էլի ծնունդի։ Սա անցած անգամ արել է Դավի ծնունդին և կարծեմ շատ համով է ծնունդի համար այլի, սրանք էլ են ծնունդի համար, որտես քենդի բար սարքեմ, սրանք էլ են ծնունդի համար, օվլես, ես էլ է ծնունդի համար, ես էլ եմ ծնունդի համար ուզել, ադի բուդի, և սա ևս ծնունդի համար է, ծնունդի տորթի հետ կապված արդեն նախնական խոսել եմ, որ այն ընկերության հետո որ դիտխի, նախնական չափի ձևի մասին տես թեթև խոսել ենք, բայց վերջնական դեռ պատվերը չեմ գրանցել, այս տարի ես չեմ ուզում թխել, հոգնած եմ, մի խոսքով սրանք հիմա պիտի արագ պահել, քանի չեն եկել իմ գազանները, գիտեք էդ ինչա։